վերջին օրերին ոսկու գինը նոր ռեկորդներ է սահմանում։ Գրեթե 60%-ով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գինը, իսկ վերջին 5 տարում կրկնակիից շատ։ 1 գրամը ներկայումս արժե 30,000 դրամ եւ ավելի, անցած տարի 26,000 դրամ էր։ Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը Զարգերակի հետ զրույցում նշեց, գնի բարձրացումը գալիս է միջազգային շուկայից, ԱՄՆ տնտեսական քաղաքականություն, Չինաստանի հետ տնտեսական լարվածություն, ոսկու մեծ պահանջարկ։ Այս ֆոնին կանխատեսվում է, որ հաջորդ տարի ավելի կբարձրանա։ Հայաստանի դեպքում էլ այս ամենին գումարվում է դրամ-դոլար փոխարժեքը, իսկ կենտրոնական բանկը ոսկու ռեզերվներ գրեթե չունի։ Ըստ տնտեսագետի, գնաճը կարող է երկու հետևանք ունենալ՝ կամ կաճի ոսկու պահանջարկը, կանխատեսելով, որ գնաճը կշարունակվի, կամ կնվազի ոսկու պահանջարկը, քանի որ մարդկանց ֆինանսական հնարավորությունները չեն հերիքի։ Աղաբեկյանի խոսքով, այս պարագայում կարող են շահող դուրս գալ ոսկի արտահանողները, եւ եթե օրինակ ամուրսարը գործարկված լիներ, դա կունենար տնտեսական էֆեկտ։ Ոսկու թանկացումից խոսում են եւ զարմացած են ոչ միայն քաղաքացիները, այլ նաեւ վաճառողները, քանի որ բարձրացումը աննախադեպ է։